Հենց հիմա ազգային ժողովի Բաղրամյան մուտքի ընդունարանում հավաքվել են անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ եւ հարազատներ։ Քիչ առաջ ես հանդիպեցի նրանց հետ եւ իրենց պահանջն եմ հիմա փոխանցում, քանի որ խոստացել եմ եւ իրենք շատ ուղիղ պահանջ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որովհետեւ տարբեր հարցեր ունեն եւ արդեն անորոշություններ կան կապված ԱԱՑ տնօրենի փոփոխության հետ եւ հիմա կոնկրետ այդ մարդիկ սպասում են պատասխանի, երբ կլինի այդ հանդիպումը, որպեսզի իրենց կոնկրետ հարցադրումներին պատասխաններ ստանան եւ կարծում եմ օբյեկտիվ է եւ առաջնային խնդիր եւ հիմա ես ակնկալում եմ այդ պատասխանը վստահաբար նաեւ լսում են այնտեղ հավաքված բազմաթիվ մեր հայրենակիցները ձեր պատասխանն են ակնկալում։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան հարցի համար։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր անհետ գտնվելու վայրը անհայտ մեր զինվորների հարազատների հետ ես հանդիպել եմ 2 շաբաթ առաջ կառավարությունում, այսինքն ինչպես նախկինում մեր հանդիպումները երբեք չեն լուսաբանվում եւ այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն։ Իրենք ինձ տվել են, ինչպես պայմանավորվել ենք 5 կոնկրետ հարց, որի շուրջ ես ասել եմ, պայմանավորվել եմ, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ եւ մենք հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը, երբ որ որորը փոխանցեք, ուղիղ 2 ամիս անց օրացուցային տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ։ ԱԱՑ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չէր կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց եւ մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում։ Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ եւ ինչպես պայմանավորվել ենք կհանդիպենք 2 ամիս անց այդ հարցերի պատասխանը ինչպես պայմանավորվել ենք, այսինքն ելի եմ ասում, այսօր ամսի 18-ն է։ Մենք մեր հանդիպում տեղի ունեցել կառավարության շենքում հունիսի 6-ին, ուղիղ 2 շաբաթ առաջ։ Եվ 2 շաբաթ առաջ ինչ պայմանավորվել ենք, բառացիորեն, ընդ որում այդ հանդիպմանը որևէ պաշտոնյա չի մասնակցել, ես եմ եղել եւ եղել են գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատները, նրանք շատ կոնկրետ հարցեր բարձրացրել են, ես էլ խնդրել եմ իրանց պայմանավորվել ենք, որ այդ հարցերից ամենասուր 5 հարցը կբարձրացնեն եւ այդ հարցը բարձրացնելուց հետո ես անձամբ կզբաղվեմ այդ հարցերով եւ երբ պայմանավորվել ենք, որ 2 ամիս անց հանդիպումը տեղի կունենա եւ արդեն պատասխանները կքննարկենք, այնպես որ ոչ մի նոր բան այս հարաբերություններում տեղի չի ունեցել։ Արձագանք։ Տեսեք, ամեն դեպքում ես քիչ առաջ եմ հանդիպել եւ ունեին որոշակի անհանգստություններ այդտեղ այդ վայրում, բնականաբար նաև իմ կարգավիճակում ես չէի կարողանա այդ ամբողջը մանրամասնել, մանավանդ որ այդ հանդիպմանն էլ ես չեմ մասնակցել, բայց այդ անհանգստությունը ես տեսել եմ, հիմա ձեզ փոխանցում եմ, հուսամ ձեր պատասխան ինչ որ չափով որոշակի դարձրեց այդ մարդկանց մեր հայրենակիցների անհանգստությունները, բայց եւ այնպես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպես ամբողջորգոր բաները չասեմ եւ մտահոգ ես ամեն ինչով, ես կարծում եմ, որ այդ մարդկանց անհանգստությունները գուցե նոր պատճառներ ունի կամ ինչ որ ձևով նաև բնականաբար օբյեկտիվ հիմքեր, այնուամենայնիվ այդ նոր հանդիպում, որ իրենք առաջարկում կամ պահանջում են, ինչ որ ձևաչափով կարելի է կազմակերպել եւ փարատել այդ անհանգստությունները, հատկապես եթե դուք նշում եք, որ գործընթացը ինչ որ քննարկվել է եւ որոշակի հունի մեջ է գտնվում։ Ես, քանի որ ժամանակը սպառվեց, եւս մեկ անգամ փոխանցում եմ այդ անհանգստությունը ձեզ եւ նաեւ առաջարկը իրենց պահանջը նաեւ հանդիպման ինչ որ ձևաչափով եւ իրենց հարցերին եւ իրենց մտահոգություններին փարատելու շատ կոնկրետ ակնկալիքով։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, առիթ չի եղել ասել,
Բայց ես գտնվելու վայրը անհայտ եւ զոհված մեր զինծառայողների հարազատների հետ հանդիպել եմ մի քանի տասնյակ անգամներով, այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել, ոչ մեկ։ Չէ, ես ազգային ժողովում վերջին 3 ամսում եղել է 2 մեծ հավաք։ Ընդ որում դրանից առաջ եմ հանդիպել։ Ես իմի անհանգստությունը, եթե խոսք է գնում անհանգստության մասին, ոչ մի անհանգստության բան չկա, որովհետև այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այդ ամեն ինչը ուժի մեջ է բնականաբար, որովհետև ինչ որ ես ասել եմ, ինչ վերաբերում է հանձնաժողովներին, հանձնաժողովի աշխատանքը նույնպես որևէ ձևով չի կարող խաթարվել, որովհետև գիտեք նաև Ադրբեջանի հետ հանդիպումները, որ տեղի են ունենում, այդ հանդիպումների ինստիտուցիոնալ կառույցն էլ ձևավորված է, հայտարարություններ են արված եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է հանդիպումներին, ելի եմ ասում, մենք արդեն պայմանավորվել ենք եւ եթե չկա պատճառ այդ պայմանավորվածությունները չեղարկված համարելու, իսկ ընդհանուր առմամբ մինչև հիմա ինչքան հանդիպում եղել է, ինչքան հիշում եմ, ամենայն հարգանքով ձեր միջնորդության անհրաժեշտությունը չի եղել։ Ես էլ եմ ասում, տասնյակ անգամներով ենք հանդիպել, տասնյակ, ոչ թե 1, 2, 3, այլ տասնյակ անգամներով ես հանդիպել եմ։ Շնորհակալ եմ։